Ապա ջուր վերցնելով լցրեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։ Մոտեցավ Սիմոն Պետրոսին և սա ասաց նրան. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուս պատասխանեց նրան և ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տեր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»։ Ավետարան ըստ Հովհաննեսի։ Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, ասում է Տերը և ոչ միայն ասում է, այլև կենդանի օրինակ է ցույց տալիս, ասածը գործով է ապացուցում։ Թագավորների Թագավորը, ով ունի ամեն տեսակ իրավունք և իշխանություն թե երկնքում և թե երկրի վրա, ում երկրպագում են Աստծո բոլոր հրեշտակները, մեր առջև կանգնած է ծառայի կերպարանքով և կատարում է ծառայի ամենաստորին պաշտոնը։ Նա լվանում է մեղավորների ոտքերը։ Մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։ Ուսուցանում է մեզ մարդկանցից ամենախոնարհը։ Փրկիչը մոտենում է Պետրոսին նրա ոտքերը լվանալու։ «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Բացականչում է եռանդուն աշակերտը և չի ցանկանում, որ Հիսուսն իր ոտքերը լվանա։ Այդպես էլ և դու, ով իմ ինքնագոհ և համառ սիրտ, դու էլ չես թողնում Փրկչին, որ քեզ մեղքերից մաքրի, դու խանգարում ես նրան և մերժում նրա ողորմածությունը, որ ամեն անգամ գթությամբ մոտենում է քեզ։ Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս, ասում է Հիսուս ընդդիմացող աշակերտին։ Աստծո նախախնամությունը մեզանից ծածկված է, և մենք չենք կարող հասկանալ մեզ անհայտ ապագայի ամեն մի գաղտնիք։ Մենք պետք է միայն հեզությամբ խոնարհվենք Տիրոջ կամքի առաջ և քայլենք իր ուղենշած ճանապարհով։ Եվ Պետրոսն էլ չհասկացավ այն աստվածային ողորմությունը և շնորհը, որն իր վրա էր իջնում և իր անհասկացողությամբ չկամեցավ ընդունել այն։ «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա», ասաց նա համառությամբ։ Խեղճ Պետրոս, ողորմելի մարդկային սիրտ, դու որքան երկար ժամանակ համառությամբ ընդդիմանում ես Աստծո ողորմությանը, փախչում ես անձիդ փրկությունից, շատ դեպքերում էլ հուսահատության մատնվում, անտեսում և արհամարհում աստվածային սերը հենց նրա համար, որ այդ սերը քեզ շատ մեծ է թվում։ Փոքր սիրտը չի կարող ընդարձակ և առատ սերն ընդգրկել և ըմբռնել։ Եվ եթե այդ սերն այդքան մեծ չլիներ, ի՞նչ կլիներ մեզ հետ։ Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես։ Հիսուսի այս խոսքերից Պետրոսը հաղթվում է։ Նրա հետ մաս ունենալու երջանկությունից զրկվելն անտանելի է այն սրտի համար, որի վրա ազդում է Սուրբ Հոգին, անտանելի է այն սրտի համար, որը սիրում է Տիրոջը։ Տեր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա, ասում է աշակերտը։ Եվ Պետրոսի նման բոլորս, թեև ուշացած, ի վերջո պետք է ընդունենք աստվածային ողորմությունը, Գողգոթայով իրագործված այն փրկագործությունը, որը մեզ պետք է առաջնորդի դեպի իր հավիտենական թագավորություն։ Տեր իմ Աստված Հիսուս Քրիստոս, դու, որ աշխարհի ստեղծագործությունից առաջ աստվածային փառքի մեջ էիր, երկիր եկար ոչ թե նրա համար, որ քեզ ծառայեն,
այլ որ դու ինքդ մեղավորներին ծառայես և կյանքդ մեզ համար զոհաբերես։ Դու տեսնում ես և գիտես, Տեր, թե մենք որչափ մեծամիտ, համառ և ինքնահավան ենք։ Ազատիր մեզ հպարտության այդ ոգուց և մեզ հասկացրու, թե որքան թույլ և չնչին արարած ենք։ Ցույց տուր մեզ մեր մեղքերը, որպեսզի դրանք մեր խղճ մտանքից ծածուկ չմնան, որպեսզի միշտ կարողանանք տեսնել, թե որքան անմաքուր և հանցավոր է մեր հոգին։ Տեր, մեր մեջ հաստատիր Աստվածային քո հոգին, մխիթարիչ և սրբագործող այն հոգին, որ խոստացել ես քեզ հավատացողներին, որպեսզի մեր մասին էլ կարելի լինի ասել, թե դուք մաքրված, սրբված և փրկված եք Հիսուս Քրիստոսի անունով և Սուրբ Հոգով։ Ամեն։